Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Հայաստանում փաստացի նախընտրական քարոզարշավը սկսվել է եւ այսօր անդրադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տարբեր մտքերին այդ շրջայցերի ընթացքում։ Ամենաակնհայտը թերևս մետրոյի միջադեպներ, որի մասին մի քանի օր ակտիվ քննարկումներ եղան սոցիալական ցանցերում, անգամ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրեց այդ դեպքը, բայց այստեղ մի շարք նարատիվներ են նկատվում, հենց այս օրինակով կցանկանայի դրա մասին հենց խոսենք։ Ինչ տեղ ունեցավ առհասարակ եւ ինչ բնդումներ սկսվեցին հասարակության մեջ մտնել առհասարակ։ Այո, իրականում մենք նախորդ տարվա հուլիսին մենք նկատի ունեմ ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնը զեկույց էինք հրապարակել հենց փախստականների դեմ ուղղված ատելության խոսքի եւ ատելության պատումների վերաբերյալ ու այդ զեկույցի մեջ տեղ գտած մի շարք արձանագրումներ ցավոք սրտի սկսել են կրկնվել արդեն այս նախընտրական փաստացի նախընտրական փուլում, ինչպես նշեցի։ Նախ առաջին արձանագրումը այն է, որ հենց այս ներքաղաքական լարվածության պահերին ժամանակահատվածներում ատելության խոսքի ծավալները կտրուկ աճում են։ Դա տեղի էր ունենում օրինակ ընդդիմադիր տարբեր շարժումների ընթացքում, երբ փախստականները թիրախավորում էին, տեղի էր ունենում օրինակ փախստականների խնդիրների հետ կապված բողոքի ալիքների ընթացքում եւ հիմա մենք կանխատեսում էինք, որ ընտրությունների շեմին նախաշեմին այս տիպի քարոզությունը ավելանալու է եւ նաեւ թիրախավորումն է ավելանալու, կարող ենք նաեւ քննարկել հետագայում թե ինչու է սա արվում, բայց եթե անդրադարձենք կատարում կոնկրետ այդ միջադեպին, հատկանշական է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը այդ լեզվակռվի ընթացքում օգտագործել է երկու շատ տարածված նարատիվ պատում փախստականների վերաբերյալ։ Առաջին պատումը այն է, որ Արցախցի փախստականները անշնորհակալ են, այսպես կոչված անշնորհակալ Ղարաբաղցու վերաբերյալ նարատիվը կամ պատումը, մասնավորապես երբ նա նշում էր, որ Հայաստանի քաղաքացիների վաստակած միլիարդները ծախսել ենք Արցախում ձեզ պահելու համար, իսկ դուք չեք մնացել, սա բառացիորեն հենց այդ նարատիվի վերարտադրումն է, այսինքն մենք ձեզ լավություն ենք արել, դուք էլ շնորհակալության փոխարեն դեռևս ինչ որ դժգոհություն ունեք։ Եվ երկրորդ նարատիվը այսպես կոչված դասալիկ ղարաբաղցիների վերաբերյալ նարատիվն է, որը ներկայացնում է բոլոր փախստականներին որպես դասալիկներ, փախածներ։ Մենք առաջին անգամ չենք այս լեզվամթերքը լսում Բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներից, հիշենք նաև Ալեն Սիմոնյանի այդ հայտնի հայտարարությունը, որ մնայիք կռվեիք, հիմա Նիկոլ Փաշինյան մի քայլ առաջ է գնացել եւ այդ բառը նույնիսկ արտասանել։ Այո, փախածներով ինձ ինչ որ բաների մեջ չմեղադրեք, չնայած այդ խոսակցության երկխոսության ընթացքում այդպիսի մեղադրանք կարծես թե չի հնչեցվել։ Եվ երրորդ գործոնը, որը կարծում եմ քիչ պակաս կարևոր չէ, դա մեդիայի դերն է։ Իշխանական մեդիան հենց Civic AM-ի մասին է խոսքը։ Ոչ միայն Civic AM-ը։ Հիմնականում դա տարածվեց, բայց որ ստացին իրենց կերպ, հա, ինչպես որ ձեռնտու է իշխանություններին, այդպես մեկնաբանել այդ Civic-ը փորփրեց Արմինե Մոսյանի այդ կնոջ փախստական կնոջ Facebook-յան էջը եւ ինչ որ տարիներ առաջ արված գրառումներ գտան, որոնք սկսեցին տարածել, այսինքն թիրախը դարձնելով կրկին կնոջը, որը մեծ հաշվով այդ միջադեպի զոհն է, կարելի ասել։ Այդ կինը իր համար հանգիստ նստած վարչապետն էր սկսել այդ ողջ խոսակցությունը եւ շարունակել ի հեճուկս այն հորդորներին, որ նա չի ցանկանում շարունակել այդ խոսակցությունը։ Այո, ինչ որ 3-4 տարի առաջ արված գրառումներ են գտել, որտեղ այո կա Փաշինյանի կողմնակիցների պիտակավորում, բայց այստեղ այդ Facebook-յան գրառումը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, չկա որևէ հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր իմանալ այդ Facebook-յան գրառումների մասին եւ դա այդ իսկ պատճառով այդպիսի էմոցիոնալ արձագանք ունենար, նույնիսկ Վերջո ատելության խոսքը դրանով համարժեք պատասխանել այնպես չի որ Բնականաբար, ու այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած կնոջ մասին, որ այն ժամանակ միգուցե եւս գտնում էր Արցախում բավականին դժվար պայմաններում, այդ էմոցիոնալ ֆոնը եւս պետք է հաշվի առնել, դա մի հանգամանք, երկրորդ հանգամանքն էլ այն է, որ իհարկե պետական պաշտոնյաները շատ ավելի մեծ եւ լուրջ ակնկալիքներ կան, երբ խոսքը գնում է հանրային խոսքի մասին, քան հասարակ քաղաքացիներից, այսինքն այստեղ հավասարության նշան դնել պետության, պետական պաշտոնյաների եւ հասարակ մարդկանց միջև, սա մի
կեղծ հավասարության մեխանիզմ է, որը շատ հաճախ է կիրառվում հատկապես փախստականների թիրախավորման դեպքերի ժամանակ։ Ես հիշում եմ, որ նախորդ ժամանակահատվածներում, որ երբ նույնիսկ այդ տիպի գրառումներ չէին գտնում, սովորական դարձած այդ մեղադրական մեկնաբանություն այն է, որ դե տեսեք իրենք էլ են ինչ որ վատ բաներ ասում, բայց այստեղ խնդիրը այն է, որ խոսքը գնում է պետական ռեսուրսների մասին, հսկայական մեդիա ռեսուրսների մասին, կիրառման մասին եւ մյուս կողմից էլ հասարակ մարդիկ, որ կարող են տարբեր էմոցիաներ ունենալ, հաշվի առնելով նաեւ այն, թե ինչ է տեղի ունեցել, բայց այստեղ վերադառնալով մեդիայի դերին, իշխանությունների կողմից վերահսկվող մեդիայի դերին, այս լրատվամիջոցները մենք ներառել էինք նաեւ զեկույցի մեջ եւ այն ժամանակ արդեն նրանք կիրառում էին մի մեխանիզմ, որ Facebook-ից ատելության խոսք պարունակող, ակնհայտ ատելության խոսք պարունակող ինչ որ գրառումներ էին հրապարակում իրենց կայքերում, եւ այդ 3-4 կայքերը իշխանական տարածում էին այդ կոնտենտը։ Դու նշեցիր CVKM-ը, բայց օրինակ Media News-ն ու Ararat News-ը ավելի վատ բան արեցին։ CVKM-ը գոնե փորձել է ինչ որ փաստական տվյալների հիման վրա այդ քարոզությունը իրականացնել, Media News-ն ու Ararat News-ը փաստորեն հորինեցին ինչ որ բան, որը տեղի չի ունեցել, նրանք պնդեցին, որ Արմինե Մոսյանը իբր ասել է թքած ունեմ Հայաստանի վրա եւ նմանատիպ այլ հայտարարություններ են վերագրել դրան եւ ես այդ հրապարակումներին հաջորդող օրերին սարսափով հետևում էի տարբեր մեկնաբանությունների բաժինները եւ տեսնում որ հասարակ մարդիկ կրկնում են այդ պնդումները, որոնք կեղծ պնդումներ են, որոնք նաեւ հերքվել են օրինակ Civilnet-ի փաստերի ստուգման թիմի կողմից, բայց այստեղ այդ երևույթների անհամաչափության հետ գործ ունենք։ Իհարկե կարելի է դա հերքել 1000 անգամ, բայց այդ տարածված հավատում են նրան, նաև ինչին ուզում է հավատալ այս դեպքում։ Ու նաև հերքումը դժվար թե այդքան շատ տարածված լիներ, քան օրինակ այդ ապատեգատվությունը։ Այսինքն, եթե ամփոփենք, գործ ունենք 3 հիմնական խնդիրների հետ։ Առաջինը հենց այս տարբեր ներքաղաքական լարվածության շրջաններում նպատակաուղղված թիրախավորումն է փախստականների։ Երկրորդը արդեն իսկ տարածված կենցաղային մակարդակում գոյություն ունեցող նարատիվների լեգիտիմացնում է պաշտոնական տարբեր դեմքերի կողմից, երբ կենցաղային մակարդակում գոյություն ունեցող պատումը վերցնում ես եւ երկրի վարչապետի մակարդակով կրկնում, պարզապես լեգիտիմացնում ես ու տարածում ես, ինչպես ցույց տվեց օրինակ այդ ապատեգատվության տարածման դեպքը, եւ երրորդը այստեղ իհարկե ինչպես արդեն նշեցի մեդիայի դերն է, բայց գիտես ինչն է հետաքրքիր, մինչև այն նարատիվին անդրադառնալը, որ փախել եք, չեք կռվել եւ այլն, ինչի համար է այս ամեն ինչը արվում, ինչու է սա հասարակության քննարկման կամ առհասարակ որքանով է ձեռնտու իշխանություններին, թվում է թե իրենց ձեռնտու չպետք է լինի, չէ՞, նման վարքագիծը եւ Այո, նախ մինչ այդ հարցին պատասխանելը կարծում եմ այս իրավիճակի այս միջադեպի հետ կապված միակ դրական պահը, որ կարող ենք արձանագրել, այն է, որ բավականին լուրջ քննադատություն եւ պարսավանք եղավ հանրային եւ այդ իսկ պատճառով օրվա վերջին Նիկոլ Փաշինյանը չնայած մասնակի, բայց ներողություն խնդրեց այդ կնոջից, կարծում եմ այս տիպի հարցերում այդ տիպի արձագանքը շատ կարևոր է եւ անկախ քաղաքական հայացքներից բոլոր մարդիկ տարբեր նաեւ գործիչներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունը հայտարարությամբ հանդես եկավ, նշում են որ պարզապես կան ինչ-որ կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել։ Ու այստեղ տարբերություն չկա, դու իշխանության կողմնակից ես, իշխանության դեմ ես, չգիտեմ ինչ-որ աշխարհակական ուժի կողմ ես կամ դեմ ես, այդ կարմիր գծերը պարզապես պետք չի անցնել։ Հիմա վերադառնալով քո հարցին ինչու է սա արվում, չեմ կարծում թե կոնկրետ այդ միջադեպը պլանավորված ինչ-որ միջադեպ էր, ավելի շատ կարելի է խոսել միջադեպին հաջորդած շրջանում հենց այդ իշխանական մեդիայի արձագանքին, բայց այս պահվածքը, եթե նախկին դեպքերն էլ ուսումնասիրում ենք, կարծում եմ մեկ նպատակ ունի եւ նախընտրական փուլում դա հատկապես ակտուալ է դառնում։ Ակնհայտ է, որ 2020 թվականի պատերազմում պարտությունը, 2023 թվականի էթնիկ զտումը առանցքային թեմաներ են լինելու նախընտրական այդ արշավի ընթացքում։ Պարզ է, որ իշխող ուժին շատերը մեղադրելու են այդ գործընթացներում կամ այդ արդյունքների համար պատասխանատվություն ունենալու մեջ եւ կարծես թե իշխող ուժը կրկին ինչ որ նախահարձակ քայլեր է իրականացնում, այսինքն փորձում է այդ պատասխանատվության բեռը սևեռել այլ ուղղությունների վրա։ Տվյալ դեպքում դրանք փախստականներ են, դրանք Արցախի նախկին իշխանություններն են եւ այսօր նաեւ անդրադարձ կկատարենք Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարություններին այդ թեմայով։
Այսինքն նպատակը այն է, որպեսզի հայաստանյան հանրության մեծ մասին համոզել, որ Հայաստանի կառավարությունը չի մեղավոր այս ամենի մեջ ինչ տեղի ունեցել, ընդհանրապես պատասխանատվություն չունի։ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի հայերը մնան Արցախում, բայց այդ տեսեք փախստականները պարզապես փախել են կամ ռազմաքաղաքական իշխանությունը պարզապես չի կատարել իր պարտականությունները, չի կռվել եւ այլն։ Այն նմանատիպ հայտարարություն հնչեցրել է նաև ճեպազրույցի ժամանակ, ինչ որ փաստական հենքեր էլ բերելով, որ հետախուզությունը նաև բարձել է, որ զինամթերքի 90% կամ ավելին կիրառված չի եղել։ Տես, դե այս թեմային ցավոք սրտի պարբերաբար ստիպված ենք էլի անդրադարձ կատարել, նախ հիշեցնեմ, որ մեր կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյան ժամանակին բավականին մանրամասն հոդված է հրապարակել հենց այդ մեկօրյա պատերազմի վերաբերյալ, ադրբեջանական զոհերի վերաբերյալ, այսինքն այստեղ արդեն հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, բայց մինչև բովանդակային մասին անդրադարձ կատարելը նախ զավես շտալի է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ հղումներ է անում հետախուզության, անվտանգության խորհրդի նիստ են կարել հետախուզությունը ինչ որ բան է զեկուցել։ Այդ նույն հետախուզությունն էր զեկուցում օրինակ 2020 թվականի հուլիսին, որ արևելյան ուղղությամբ վտանգ չկա եւ պետք է կենտրոնանալ այլ վտանգների վրա։ Խոսքը այն նույն հետախուզության մասին է, որը միայն 2020 թվականի սեպտեմբերի 25-ին է կարողացել, ենթադրում եմ նաև պատահաբար ինչ որ տեղեկություններ ունենալ պատերազմի մեկնարկի հստակ օրվա մասին, այսինքն խոսել այն մասին, որ Հայաստանում գոյություն ունեն ինչ որ լուրջ հետախուզական կարողություններ, որոնք կարող են նաև վերլուծություն ապահովել տեղի ունեցածի վերաբերյալ, անլուրջ է։ Ինչ վերաբերում է այդ բանը, նախ փաստացիորեն դա չի համապատասխանում իրականությանը, մեր կենտրոնի նույն փորձագետը շուտով այսօր կամ վաղը այս թեմայով եւս հոդված կհրապարակի, որտեղ նշում է, թե ինչ զինատեսակներ կիրառվել են եւ չեն կիրառվել, բայց այստեղ հարցը նույնիսկ զինատեսակների կիրառման հարց չէ։ Հարցը այն մասին է, որ ամբողջովին շրջապատված վիճակում գտնվող 9 ամիս բլոկադայից հետո ռեսուրսների սղության պայմաններում Հայաստանից որևէ օգնության ակնկալիք չունեցող մարդկանցից դու ինչ ես ակնկալում։ Ակնկալում ես, որ միջև վերջ կռվեն ու զոհվեն, վերադառնալով հենց այդ մեղադրանքներին, որ չեք կռվել, փախել եք, այս եք արել, այն եք արել։ Այստեղ նաև ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է այն մասին, որ միգուցե այդ սպառազինությունը պետք է ոչնչացներ, չնայած այս անգամ այդ հայտարարություն չի արել, բայց դա էր հաճախ արվում, պետք է հասկանալ, որ այդ սպառազինության ոչնչացման գինը կարող էր դառնալ կրկին մարդկանց ճակատագիրը։ Արդյոք այդ մարդկանց կթողեին դուրս գալ Արցախից, թե չէին թողնել դուրս գալ Արցախից։ Կա նաև ավելի զգայուն թեմա, որը Նիկոլ Փաշինյան իշխող ուժը դրդում է անկախ մարդկանց, որպեսզի խոսեն այդ մասին, ինչ որ չափով նաև Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու։ Ես ուղիղ տեքստով չեմ խոսի այդ թեմայի մասին, պարզապես մի քանի ռետորական հարցեր կտամ։ Իսկ այնտեղ գտնվող սպառազինության համար, այդ սպառազինության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար ով էր պատասխանատու։ Իրավական առումով ով էր պատասխանատու։ Ով էր նշանակում այդ սպառազինություն տնօրինող օրինակ հրամանատարին։ Այս հարցերի պատասխանը կարծում եմ շատերը գիտեն, բայց ուղիղ տեքստով չենք խոսում այդ մասին։ Երկրորդ նաև հարցը, որը եւս վերջին օրերի ընթացքում քննարկում է, լավ, եթե այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը այդպիսի վատներ, որ սպառազինությունը չի օգտագործել եւ դուրս գալուց էլ չի ոչնչացել, ինչու է օրինակ այդ նույն հրամանատարներից որոշները հիմա գլխավոր շտաբում Բարձրաշրջան պաշտոններ զբաղեցնում, այսինքն մի կողմից դուք մեղադրում եք այդ մարդկանց ինչ որ թերացումների մեջ, մյուս կողմից արդեն տեղի ունեցածից հետո շարունակում եք նշանակել բարձր պաշտոնների, այսինքն այստեղ այնքան անլուրջ եւ այնքան ոչ ազնիվ խոսույթ է կիրառում, որը կարող եմ նաեւ նշել, որ բավականին լուրջ էմոցիոնալ ազդեցություն է ունենում փախստականների վրա։ Մարդիկ, այսինքն կրկին հերթական անգամ ամեն քաղաքական լարվածության շրջափուլում ստիպված վերհիշում են այդ ամեն ինչը, հիմա ոչ միայն վերհիշում են, այլ մի հատ էլ հարցականներ են տալիս կամ իրենց են հարցեր տալիս։ Մեղադրում են, թիրախավորում են, որ տեսեք լավ չեք կռվել, լավ չեք զենքը կիրառել։ Ու սա խոսում է մի երկրի գերագույն գլխավոր հրամանատար, որ ժամանակին ասում է, որ Սև լճի համար օրինակ չարժե կռվել, ինչ որ ժայռերի համար չարժե կռվել, որը գնում էր Կիրանց ու բնակիչներին ասում էր, եթե այս զիջումները չկատարենք, հաջորդ շաբաթ պատերազմ է լինում, որը հիմա նախընտրական փուլում կրկին օգտագործում է այդ պատերազմի շանտաժով։ Այստեղ եւս իրականում հետաքրքիր թեմա է, միգուցե հաջորդ թողարկումների ընթացքում կքննարկենք, որ մի կողմից տես ընտրությունների նախորդին մի ամիս մնացած
զորահանդես են կազմակերպում ցույց տալու համար, թե ինչ սպառազինություն է ձեռք բերվել, պնդում են, որ լուրջ բարեփոխումներ են իրականացրել բանակում, բայց մյուս կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից 6 տարի անց հայտարարում են, որ եթե մենք չընտրվենք, իսկ իրականում նույնիսկ շտկել են այս պնդումը, եթե համանդրական մեծամասնություն չստանանք ընտրությունների ընթացքում, ոչ միայն պարտություն ենք, ոչ միայն պատերազմ ենք ունենալու, այլ նաև ջախջախիչ պարտություն ենք կրելու, կորցնելու ենք ինքնիշխանությունը, անկախությունը, այսինքն այս երկու գործընթացները, այս երկու հայտարարությունները միմյանց հետ չեն հանգում։ Նշանակում է դուք ձեր տնային աշխատանքը ընդհանրապես չեք կատարել։ Եթե արդեն իսկ պատերազմը չսկսված, վստահեք, որ մենք ինքնիշխանությունը կորցնելու ենք։ Մի խոսքով շատ ցավալի խոսույթներ են, սրանք նաև այս տիպի խոսույթները վտանգավոր են նաև ժողովրդավարության առողջության տեսանկյունից, երբ խնդիրները քննարկում են ոչ միայն բովանդակային հարթույթում հասկանալու համար օրինակ սխալները ինչ ենք սխալ արել, ու այստեղ նաև ամփոփելով պետք է նշել, որ իհարկե այս ողջ ասացի նպատակը Ղարաբաղի իշխանություններին արդարացնելը չէ։ Պարզ է, որ Արցախի իշխանությունները եւս բազմաթիվ սխալներ են գործել, շատ բաներ չէին հասկանում, քաղաքական առումով միամիտ էին, հույսերը դրել էին ինչ որ այլ գործոնների վրա, բայց չնայած վարչապետը այդ բրիֆինգի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ խոսքը գնում է էլիտայի մասին, բայց ինչպես այն ապատեգատվության դեպքում, երբ մարդիկ շատ չեն խորանում, չեն բարձում հասկանալ, այդ նարատիվը ընդհանուր բնակչության վրա է տարածում։ Չեք կռվել, զենք չեք կիրառել, թողել եք, փախել եք, ասես այդ իրավիճակում ինչ որ այլ ուժ, ինչ որ այլ բնակչություն ի վիճակի կլներ բոլոր կողմերից շրջապատված դիմադրել մի թշնամուն, որին Հայաստանը չի կարողանում դիմադրել, որի սպառնալիքների ներքո արդեն 6-րդ տարին է ինչ որ զիջումների են գնում։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։